Բոլորին դեմ եմ կուսակցությունը, որն այս օրերին ակտիվ քարոզարշավ է անցկացնում մայրաքաղաքում եւ մարզերում, քաղաքացիներին ներկայացնում է իրենց ոչ ավանդական քաղաքական մոտեցումը։ Այս ուժի հիմնական ուղերձն այն է, որ իրենք դեմ են գործող քաղաքական համակարգին եւ գործող կուսակցական մշակույթին։ Նրա խոսքով նպատակը ոչ թե առանձին ուժերի դեմ պայքարն է, այլ ամբողջ քաղաքական մշակույթի դեմ բողոքի արտահայտումը։ Բոլորին դեմ եմ կուսակցության անդամների պնդմամբ իրենց մասնակցությունը ընտրություններին հանրային դժգոհության քաղաքական ձևակերպումն է։ Բոլորին դեմ եմ թերևս միակ քաղաքական առաջարկ անողն է, որովհետև մենք գալիս ենք շատ կոնկրետ քաղաքական առաջարկ ենք բերում ու շատ լուրջ առաջարկ ենք բերում, որը կարող ֆունդամենտալ փոփոխություն անի։ Մենք ասում ենք փոքր կուսակցությունները պիտի հնարավորություն ունենան պարլամենտում հայտնվելու եւ այդ 4%-ը, որը դուք դրել եք, ինքը անհաղթահարելի է շատերի համար, նորմալ ուժերի համար անհաղթահարելի է։ Կայուն մեծամասնությունը, որը դրել եք, դա ձեր համար գործիք է, որտեղ օրվա իշխանությունը ամենաշատ հնարավորություն ունեցողը ինքը ուղղակի ոչ մեկի չի ուզում խոսա, ոչ մեկի չի բանակցում, ոչ մեկի նպատակ չի, որտեղ ինքը գիտի կայուն մեծամասնությունը կա, ինչ է լինի ինքը հաստատ ունի այդ կայուն մեծամասնությունը։ Եվ վերջապես բոլորին դեմ եմ քվեաթերթիկը, որը մենք առաջարկում ենք, դա ոչ միայն տենց գան մարդիկ քվեարկեն, ասեն բոլորին դեմ են գնան տուն, չէ, բոլորին դեմ եմ չափով պարլամենտում դատարկ տեղեր պիտի մնան, որպեսզի կուսակցությունները չզզվացնեն ու չհոգնածեն մարդկանց, որպեսզի մարդիկ չնստեն տանը որպես բոյկոտ, որ բոյկոտը պիտի արտահայտված լինի ինչ որ ձևով, դա պիտի պրոդուկտ ստեղծի ու դա լինելու է դատարկ տեղերը պարլամենտում։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։